Պարոն Զոհրաբյան, այսօր քննիչը մերժել է ձեր միջնորդությունը Գերապար Հայրապետին թույլատրել լքել Հայաստանի սահմանները եւ մասնակցել Վրաստանի կաթողիկոսի հուղարկավորության արարողությանը, սպասել եք ձեզ համար այս որոշումը։ Անկեղծ ասած, ես մտածում եի, որ քննչական մարմինը չի գնա այս կարգի մանրախնդիր քայլի, որովհետեւ այս գործողությամբ փաստորեն իրենք նաեւ Հայաստանի միջազգային վարկանիշն են կասկածի տակ դնում, ընդ որում այդ մեղադրանքը ի սկզբանե արդեն ակնհայտ ապօրինի էր եւ շինծու, ել չեմ ասում, որ այն մեղադրանքը, որը ներկայացված է Գերապար Հայրապետին, նույնիսկ եթե հաստատվի որ այդպիսի արարք է կատարվել, ապա դրա համար ազատազրկում պատիժ չի կարող կիրառվել։ Այսինքն ակնհայտ է, որ այս պարագայում ընդհանրապես խափանման միջոց կիրառելը անտրամաբանական էր, որովհետեւ խափան միջոց կիրառում են, եթե կա մտավախություն, որ կարող է մեղադրյալը փախուստի դիմել։ Հիմա ինչպես կարող անձը փախուստի դիմել, եթե իմանալու է, որ իր նկատմամբ ամենավատագույն դեպքում էլ չի կարող ազատազրկում կիրառվել, այդ չեմ ասում, որ այստեղ մենք գործ ունենք Գերապար Հայրապետի անձի հետ, ով իր նաև օրինակով ցույց տվեց, որ փախուստի դիմող անձ չէ։ Նա ամբողջ հայ ազգի հոգևոր հովիվն է եւ բնականաբար իր օրինակով ցույց է տվել իր վերաբերմունքը եւ իր քաջությունը։ Զոհրաբյան, իսկ մենակ կաթողիկոսի վերաբերյալ միջնորդությունն է մերժվել, եթե չեմ սխալվում, Նաթան Սրբազանի վերաբերյալ եւս նման միջնորդություն։ Այո, միջնորդության մեջ նաեւ անդրադարձել ենք Նաթան Սրբազանին, այո, մերժվել է նաեւ այդ մասով։ Գերապար Հայրապետի եւ Նաթան Սրբազանի մասով մերժվել է։ Նաթան Սրբազանի հետ կապված եւս այդ նույն մտավախությունը ունեն, ինչ որ ըստ էության այդ մտավախությունը վերաբերում է երկու բարձրագույն հոգեվորականներին։